Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, հիմնական պատճառը փաստորեն էլեկտրոնային համակարգի ներդրման հետ կապված ծրագրերի համակցումների հետ կապված դժվարություններն են։ Հիմա ինչ հաշվարկով է 6 ամիս ժամկետ սահմանվել, արդյոք այդ 6 ամիսը բավարար է, որ ընդհանուր առմամբ ամբողջ էլեկտրոնային համակարգը կարգի բերվի եւ երբ որ սկսի կիրառվել, ոչ մի խոչընդոտ այդ ժամանակ չառաջանա, որտեղ հատկապես կիրառման ժամանակ է երևում, որ գործիքները նորմալ չեն աշխատում կամ համակարգը նորմալ չի աշխատում։ Շնորհակալություն, ըստ էության նախապես հաշվարկ է կատարված եղել, որ պետքա մինչև այս թվականի հուլիսի 1-ը ուրեմն այդ ամբողջ գործողությունները կատարված լինեին, սակայն հենց գործնականում առաջացած խնդիրների արդյունքում է այս լրացուցիչ կես տարվա ժամկետի անհրաժեշտությունը առաջացել։ Ներկայումս արդեն ծրագրի այդ էլեկտրոնային համակարգի տեխնիկական բնութագրի վրա այն աշխատանքները կատարվում, որից հետո պետք է մրցույթը դրվի եւ ամեն դեպքում ծառայության եւ նախարարության թվայնացման ուրեմն հարցերով զբաղվող մասնագետների համոզմամբ 6 ամիսը բավարար լինելու լրացուցիչ 6 ամիսը բավարար լինելու եւ մրցույթի հայտարարման, կայացման եւ համապատասխան համակարգի ներդրման համար նաեւ ուրեմն այդ համակարգի ներդրումից հետո հարկադիր կատարման ապահով ծառայության աշխատակիցներին ուրեմն վերապատրաստումների եւ ամեն դեպքում մասնագետների ուրեմն մասնագետների բնդմամբ լրացուցիչ ժամանակը բավարար լինելու Արձագանքում եք Եղազարյան, այլ հարցեր հիմնական զեկուցողին։ Ես պարոն Քոչարյան, ճիշտ ասած ես պետք է հարցնամ, որտեղ իմ մոտ դեժավյուի նման մի բան է։ Ես այս ամեն ինչը լսել եմ արդեն։ Ես այս ամեն ինչը լսել եմ ձեր նախորդի կողմից։ Տեսեք, իմ կարծիքով մենք ինչ-որ բան պետք է անենք այս ժամկետներով ընդունող օրենսդրության հետ կապված եւ շատ շիտակ պետք է լինենք կամ ինչ-որ այլ բանաձև պետք է որոշենք այս կանոնակարգումները ուժի մեջ դնելու համար, որովհետև նույն հարցը տվեցի պարոն Բալյանին, որը ներկայացնում էր այս նախագիծը, արդյոք հասցնում եք, եւ վերջինս ասաց այո, հասցնում ենք։ Հիմա մոտավորապես ժամանակացույց ունենք ավելի հստակ, ավելի սենց ասենք, էլի ավելի նյութերեն եղանակով մոտավորապես ոնց ենք հաշվարկում, այսինքն ունենք մոտավորապես ժամկետային հաշվարկ, որ այս գործընթացները կավարտենք այս ամսաթվերին եւ այսօրը կունենանք համակարգ, որտեղ որ բերեք մի հատ երրորդ անգամ երկարաձգենք, սա խնդրահարույց լինելու եւ մեր համար, եւ նախարարության համար, եւ կառավարության համար, խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Վարդան, ըստ էության այս բանի ձեռքի տակ ժամանակացույց չկա, համոզված եմ, որ այդ ժամկետը սահմանելուց որոշակի օբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով են սահմանվել, բնականաբար հասկանում եմ նաև ձեր մոտեցումը, որ ժամկետը նախապես սահմանվածից այդ դեպքում էլ պետքա որ հաշվարկված լիներ, ամեն դեպքում ինձ հայտնի է, որ այս պահին արդեն գործնականում ընթանում են ուրեմն ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերի կազմում, այսինքն գործնական փուլ ենք մենք արդեն հասել, այսինքն գտնում եմ, որ այդ պայմաններում մասնագետների համար էլ ավելի տեսանելի եւ օբյեկտիվորեն գնահատելի են այն աշխատանքները, ինչ որ նախատեսվում է կատարել։ Դրանով պայմանավորված կարծում եմ, որ այն ժամկետները, որը որ խնդրում է նախարարությունը ուրեմն լրացուցիչ պետք է որ բավարար լինեն, ամեն դեպքում դա ոչ թե մեր այլ մասնագետների գնահատականների արդյունքում է։ Պարոն Քոչարյան, տեսեք, իհարկե ազգային ժողովը չի կարող դրական չարձագանքել ձեր կողմից բարձրացված հարցերին եւ այս նախագծին, որովհետեւ ի վերջո եթե օրենքը ընդունելու ենք, բայց իրավունք իրար ասում է, այս ժամկետներում այս օրենքը չեմ կարողանալու իրագործեմ, սա նշանակում է, որ մենք ունենալու ենք իրավիճակ, եթե փոփոխություն չանենք, որ կանոնակարգումը մտել է ուժի մեջ, բայց մեխանիզմները չեն գործում եւ ցանկացած մարդ, հա, եւ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները եւ մյուս մեր բոլոր գործընկերները ըստ էության ակամայից հայտնվելու են ապօրինի իրավիճակի մեջ, բայց մեզ էլ ճիշտ հասկացեք, երբ որ ընդունել ենք այս օրինագիծը, որը
այս պարագայում միայն ժամկետային փոփոխություններ ենք նախատեսում օրինագծի մեջ, բայց այն ժամանակ նաև բովանդակային փոփոխություններ մենք պաշտպանել ենք, այսօր մենք պետք է պաշտպանենք, բայց պաշտպանելու համար մեզ պետք է նաև որոշակի նաև երաշխիքներ, որ այդ կանոնակարգումները իրոք վերջնական են եւ մտնելու են ուժի մեջ եւ ապահովելու են օրենքի բարեհաջող կիրառությունը։ Սա այն մոտեցումն է, որ մենք պետք է ժամկետների մեջ sense ասեմ, այն բոլոր օրինագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է որոշակի ժամկետներով, այսինքն X ժամկետ հետո է մտնում ուժի մեջ, մենք պետք է հստակ ունենանք ժամանակացույց եւ իհարկե ժամանակացույցից կարող են շեղվել տարբեր բաներ կարող են լինել, հիմնավորումներ, չգիտեմ, տարատեսակ զարգացումներ, բայց այդուհանդերձ պետք է որոշակի երաշխիքներ լինի, որ այդ ժամանակահատվածում այդ օրենսդրական կարգավորումները մտնելու են ուժի մեջ, խնդրում եմ սա որից եղանակով չդիտարկեք որպես անձնական դիտարկում, մենք նման խնդիր ընդհանրապես ունենում ենք բարբերաբար եւ որ ընդունում ենք կանոնակարգումներ, որոնց հետո հետաձգում ենք կրկին որոշակի ժամկետներով։ Սա ավելի շատ sense դիտարկումներ, որ պատասխան չի պահանջում, բայց եթե ցանկանում եք արձագանքել, խնդրեմ։